Բարի երեկո, Երկիր մեդիայի եթերում Մամուլի ակումբի հավելվածն է։ Այսօր մենք կզրուցենք ընտրությունների լուսաբանման մասին, լրատվամիջոցների աշխատանքի մասին, եւ ստուդիայում են այսօր Գևորգ Ալթունյանը, Արմենիա հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը, Սարգսյան Նունե, Ինտերնյուս հասարակական կազմակերպության տնօրեն, Հակոբ Ավետիքյան, Ազգ օրաթերթի գլխավոր խմբագիր։ Առաջին հարցը, որ ես ուզում եմ տալ պարոն Ավետիքյանին, եթե դուք ձեզ պատկերացնեք որպես ինֆորմացիայի սպառող եւ ոչ թե ինֆորմացիա տարածող, որքանով եք բավարարված, որքանով կարողացաք իրազեկ ընտրություն կատարել։ Եթե ընդհանուր դաշտվեցնենք, այսինքն ինֆորմացիա մատակարարողների, այսինքն հեռուստատեսություն, մամուլ եւ ռադիո, շատ անբավարար կնշանակեի ես այդ ամբողջին եւ դժգոհ կմնայի, որովհետեւ երբեմն իրոք դժվարություն կար ուրեմն ինֆորմացիա, զուտ ինֆորմացիա ստանալու, անգամ ինձ համար, որը թերթ եմ ղեկավարում եւ դժվար էր ոչ միայն որպես սպառող, այլ նաեւ արտադրող, ես դժգոհ եմ շատ։ Ինչ կարգի ինֆորմացիայի ստանալն էր դժվարացած։ Դժվարությունը կայանում էր ճիշտ ինֆորմացիան ստանալը համակողմանի ամբողջական։ Եվ այս իմաստով միակողմանի էր, որովհետև բևեռացված էր, բևեռային տարբերություններ կային եւ լրատվամիջոցների գերակշիռ մասը ոչ թե ինֆորմացիա էր տալիս, այլ քարոզ ճամփերը զբաղված։ Հօգուտ այս կամ այն տեխնացուի, ես կասեմ, այսինքն հօգուտ երկու ճամբարների, որոնց միջև բաժանված էր։ Եվ ընդհանուրը եթե վերցնենք, իսկ հեռուստատեսության պարագան արդեն մենք բազմիցս խոսել ենք այդ մասին եւ ասել ենք, որ դա լրիվ նյուանսային տարբերություններ կային այլևայել հեռուստաընկերությունների միջև, բայց փաստորեն այնտեղ էականը դարձյալ սով կար ինֆորմացիայի արագ համակողմանի ամբողջական եւ ստույգ ինֆորմացիայի, որովհետեւ ի տարբերություն, ասենք, նախորդ խորհրդարանական ընտրություններին, այս ընտրություններում նաև սուտ ինֆորմացիայի, կեղծ ինֆորմացիայի քանակը շատ էր, երկուստեք։ Նույն է, դուք ձեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում եք հեռարձակվող լրատվամիջոցներով եւ լրագրողներով։ Իրոք հեռուստաընկերությունները չկարողացան բավարար տեղեկություններ տրամադրել ընտրողներին։ Իրոք այնտեղ խնդիրներ կային։ Ես փորձում եմ որպես նաև մեկ սպառող նայել այս ամեն ինչի վրա, ավելի շուտ կողքից նայել իմ աղջկան, որը 23 տարեկան է եւ ընտրություն էլի պետք է կատարի եւ փորձում եմ ինքս իրեն նայեմ մասնագիտորեն, ինչպես է նա նայում որպես սպառող այդ ամեն ինչի։ Իրականում քաղաքականությունից հեռու է, բայց կամաց սկսում է զգալ, որ ինքը պատասխանատվություն է կրում այս երկրում։ Որպես քաղաքացի։ Եվ այս ընթացքում, երբ նա փորձում էր հասկանալ իրականում ինչ է կատարվում, այլ փորձենք պատկերացնել, որ մեր հասարակությունը 0 կետից փորձում է մտնել քաղաքականություն ամեն ընտրությունների ժամանակ, որտեղ նոր մարդիկ են ամեն դեպքում գալիս առաջ եւ պետք է հասկանալ, թե ով ինչ ծրագիր է առաջարկում եւ այլն։ Ի վերջո, վերջին օրը, երբ մենք գնացինք ընտրության, երբ մենք միասին մտնում էինք ընտրատեղամասկվի արկելու համար, ինձ միևնույն է հարցնում էր, մամ, ես ում տամ ձայն։ Ես իհարկե ի վերջո թողեցի ընտրությունը իրեն եւ ինքը այդ ընտրությունը կայացրեց, բայց կարծում եմ, որ դա հեռուստաընկերությունների, որը առաջին հերթին իր համար լրատվամիջոց է։ Իսկ միգուցե տեղեկությունները այդքան շատ են, որ շատ դժվար է կողմնորոշվել։ Գիտեք ինչ, նույնիսկ շատ տեղեկությունների դեպքում, երբ հեռուստաընկերությունները ցանկություն են ունենում տալ ստույգ տեղեկություններ, ինչպես ասեց պարոն Ավետիքյանը, երբ հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի մարդկանց այդ ինֆորմացիան հասցնել եւ փորձել այնպես անել, որ հասարակությունը եւ ամեն մարդը առանձին ամեն քաղաքացին հասկանա, թե ինչ է կատարվում, հասկանա, թե ինչպես պետք է այդ ընտրությունը կատարի, հնարավոր է գտնել այդ ճանապարհը դեպի այդ ինֆորմացիան արդեն հեռուստադիտողի կողմից։ Այդ ցանկությունը չկար այդ կոնցեպցիան հեռուստաընկերությունների աշխատանքի մեջ։ Ես մեկ անգամ արդեն այս սենյակում ասել եմ եւ ուզում եմ կրկնեմ, որ ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի
մեր ժուրնալիստիկայի գաղափարախոսությունը հիմնված լինի նրա վրա, որ ընդհանրապես ցանկացած լրագրող եւ ցանկացած լրատվամիջոց առաջին հերթին պետք է ամեն ինչը կասկածի ենթարկի։ Լավ իմաստով, որպեսզի նա քննադատաբար կարողանա մոտենա այդ ամեն ինչին եւ հեռուստադիտողը էլի կասկածի ենթարկելով հասկանա, այսինքն պետք է լինի ոչ քաղաքական, այլ քաղաքացիական իմաստով օպոզիցիոն։ Բայց ցավոք սրտի մենք դա չենք տեսնում եւ դա թույլ չի տալիս, որպեսզի նաեւ մեր հասարակությունը քննադատաբար մոտենա ամեն ինչին եւ այդ քննադատության ընթացքում իսկապես կարողանա իր ընտրությունը անել։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ ինչքան էլ իսկապես լավ կամ վատ չլիներ այս կամ այն հեռուստաընկերություն, միևնույն է ընդհանուր իրավիճակ այնպիսին է, որ լրատվություն, որը օգնում է ընտրություն կատարել, մարդկանց այսօր չի տրվում։ Գեորգ, որպես լրագրողի հետարքիր էր աշխատել, թե չէ, հեշտ էր աշխատել, թե դժվար այս ընտրությունների ընթացքում։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, մանավանդ այսպիսի բարձր պրոֆեսիոնալների հետ միասին։ Իրականում ես վարում եմ Armenia TV-ում հեռուստադուել հաղորդումը, դա իրենց ենթադրում է բանավեճ, երկու մասնակցի միջև եւ կարծեք թե դա ամենաիդեալական ֆորմատն էր, որտեղ կարող էր տեղի ունենալ բանավեճ։ Սակայն դա չստացվեց, ընդորում չստացվեց բացարձակապես ոչ մեր մեղքով, քանի որ տեխնացիները ընդհանրապես չէին համաձայնվում գալի եթեր։ Այդ անուններ չտալով հանդերձ նշեմ, ասում եմ, որպեսզի պատկերացնենք իրադրությունը, անուններ չտալով հանդերձ նշեմ, որ երկու հիմնական տեխնացու ընդհանրապես հրաժարվում էին, 2-3 այլ տեխնացիներ միայն այն երկուսի հետ էին պատրաստ գային բանավեճի, այդ 2-3-ից այն մնացածի չէին ցանկանում եթեր գալ, այսինքն մի մարազմատիկ իրավիճակ էր ստեղծվել, երբ ամեն մեկ իր հերթին ասում էր, թե ով է այն, որ ես պետք է իր այդ գամ եթերի։ Արդյունքում մենք կարող ենք ունենալ 4 բանավեճ, հնարավորությունը կար եւ առաջարկները բոլոր տեխնացիներին եղել է, սակայն մենք չկարողացանք անել գոնե մեկ հաղորդում։ Եվ դա կրկնում եմ, դա ոչ հեռուստաընկերության մեղքով եւ ոչ էլ լրագրողների։ Այսինքն տեխնացիներն իրենք կարծեք թե ցանկություն չհայտնեցին լիովին բացել իրենց։ Եվ եթե մենք փորձենք վերլուծել թե ինչ կարգի կարոզարշավ նրանք տարան եւ կհասկանանք, որ այստեղ այն որ ձեր աղջիկը մասնավորապես չի կարողացել կողմնորոշվել թե ում պետք է ընտրել, իրականում դա երբ ոչ թե լրատվամիջոցների մեղքն այլ հենց բուն տեխնացիների, քանի որ նրանք ընդհանրապես ցանկություն չունեն նախ բանավեճի մեջ մտնել իրար եւ բանավեճում իհարկե կարող էր բարձ դառնալ թե ում դիրքորոշումներն են ավելի համոզիչ, ավելի հստակ եւ երկրորդը կարոզարշավը տարում էր բացահայտ այսպես PR-ի սկզբունքներով, այսինքն այն իրավիճակն էր, որտեղ լրատվամիջոցը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարողանալ լիարժեք կերպով բացահայտել տվյալ տեխնացուին։ Ինչ համեմատության համար ես 2002 թվականից եմ աշխատում հեռուստատեսությունում, կարող եմ միանշանակորեն պնդել, որ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների ամբողջապես վերցրած հեռուստաընկերությունների աշխատանքը կապված տեխնացուների կարոզարշավը լուսաբանել հետ որակապես փոխվել էր։ Չհաշված որոշակի թերությունների իհարկե, սակայն որակական փոփոխություն կար, եւ դա կարող եմ միանշանակորեն պնդել։ Իսկ ինչ վերաբերում է լիարժեք տեղեկատվություն հայտարարելուն, ապա գտնում եմ, որ եթե չլիներ այդ գործոնը, որ տեխնացիները չէին ցանկանում իրենց բացահայտել եւ մտնել բանավեճերի մեջ, ապա եթե մենք համադրեինք հեռուստատեսությունը, ներողություն, ռադիոն, տպագիր մամուլ, ապա երևի թե կարող ենք, այսպես եթե ոչ լիարժեք, ապա գոնե ինչ որ տեղեկատվություն հայտարարել ամբողջ կարոզարշավի մասին, օբյեկտիվ տեղեկատվության մասին է խոսքը։ Դե հեռուստաեթերում երևալը, բանավիճելը միգուցե շատ ռիսկային է, որտեղ բոլոր թերությունները անմիջապես երևում են։ Իսկ թերթի լրագրողների համար ինչքանով էր հեշտ շփվել տեխնացուների հետ, հարցազրույց վերցնել բանավեճի։ Հիմա կասեմ, կպատասխանեմ ես դες, բայց ասեմ, որ ռիսկային, ես չեմ հասկանում ինչն է ռիսկային այնտեղ։ Եթե մտնում է եւ հավակնում է յուրաքանչյուր տեխնացուղը երկիր ղեկավարելու, այն էլ էսպիսի երկիր, էսպիսի պայմաններում, դա նաեւ ռիսկի գործոնը իր մեջ արդեն կա։ Եվ եթե նա չի համարձակվում ուրեմն գալ ներկայանալ, թեգուզ իր նկատմամբ ոչ բարիացական մտնորդում իր թեզերը պաշտպանել, էլի չի մասին է խոսքը, երբ որ ասենք օրինակի համար ասեմ, ադրբեջանական կողմի հետ պետք է բանավիճեն։ Եվ ինչ որ այնտեղ կամերաներ չկան։ Բայց շատ ավելի դժվար բան է։ Ես կարծում եմ, որ այստեղ մի բան հանգամանք, ինչ վերաբերում է տպագիր մամուլին, օրինակ մենք բոլորին տվեցինք այդ հնարավորությունը, նամակներ գրեցինք, հայտարարեցինք բացահայտ եւ 3 տեխնացուներ, որոնք առաջի 3 տեղերն են գրավում արդյունքներով ընտրությունների, պաշտոնական արդյունքներով, 3 միայն մերժեցին
ավելի շուտ ոչ թե մերժեցին, այլ արկախ պահեցին մինչև վերջի օրը եւ չպատասխանեցին եւ խուսափեցին, որովհետեւ կա այս երկրում մի բան, եւ դա պետական պաշտոնյաների մոտ խիստ շեշտված է, տպագիր մամուլ իրենց համար կարևոր չի, կարևորը էկրանից Երևանն է, բարեկամները պետք է տեսնեն, իրենք պետք է տեսնեն, հիանան իրենց դեմքերով եւ տպագիր մամուլը երկրորդական բան։ Միշտեր առիթ ունեցել ենք սրանից առաջ այս մասին էլ խոսելու, այս ընտրությունների ժամանակ տպագիր մամուլը կարևոր դեր ուներ կատարելու, նկատի ունենալով, որ նախ տպաքանակները բավական փոխված էին, խոսքը չի վերաբերում արհեստական նորեն փոխված, ասենք թերթ կա, որը հազիվ 2000 կարող է սպարել, բայց 20000 է լույս տեսնում։ Շաբաթը մեկ է լույս տեսնում։ Այո, հիմա ամեն օր է լույս տեսնում, այդ մասին չի խոսքը, այլ մեր սովորական տպաքանակները մեր գիտենք յուրաքանչյուրս թե ինչքան վերադարձ, ինչպիսի հետևողականություն կա, դրանք մոտավորապես ասեմ, որ եւ եթե յուրաքանչյուր թերթ օրինակ կարդում է ըստ ձեր մի վիճակագրական տեղեկությունների մամուլի ակումբը ես նկատի ունեմ 3.5 հոգի է յուրաքանչյուր օրինակը կարդում, մոտավորապես կնշանակի 100-120 000 մենք ընթերցող ունենք եւ եթե նկատի ունենանք, որ թերթի ընթերցողները դա մտածող մարդիկ են, առավել մտածող, ավելի հետաքրքրված մարդիկ են, որը փողերն են տալիս եւ գնում, կնշանակի հասարակության ակտիվ մտածող հատվածը հիմնական թերթի ընթերցող է, այս առումով մեր այսպես տեխնատուների վերաբերմունքը դեպի թերթ դա ես կասեի, որ անլուրջ էր եւ այստեղ ես ասեմ, առաջի գրկնեմ, առաջի 3 տեղերը գրավորները մեզ հարցազրույց չտվեցին, բայց այնպես որ իրենք խուսափեցին ներկայանալուց դա տխուր բան է փաստում։ Ընդհանրապես դες դեբատների թեման երևի ամենաակտիվ քննարկվողն էր այս ընտրությունների ժամանակ, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի այդպես ոչ հետարքիր կարծես թե առաջին հայացքի թեմային անդրադառնալ օրենսդրությանը։ Նույն ինչքանով օրենսդրությունը ստեղծում էր հնարավորություններ, հավասար պայմաններ տեխնացուների համար, եւ ես նկատի ունեմ ոչ այնքան այս վերջին 28 օրը նախընտրական քարոզչության, երբ օրենքով շատ բաներ կարգավորում են, այլ այն շրջանը, որը նախորդում էր նախընտրական քարոզչությունը, երբ փաստորեն որևէ օրենք, որևէ ձևով հեռուստաընկերությունների լրատվամիջոցների գործունեությունը չի կարգավորում։ Դե մենք էլի բազմիցս խոսել ենք տարբեր առիթներով, որ ինքը քարոզարշավը որոշիչ չի, իհարկե վերջին կետն է դնում, բայց ինքը որոշիչ չի, քարոզարշավին նախորդում են 4 տարիները, քարոզարշավին նախորդում են մի քանի ամիսները, որոնք այս երկու ընտրությունների միջև էին եւ իհարկե այն հարցը, որ քաղաքական գովազդը եւ ընդհանրապես քաղաքական քարոզչությունը ոչ մի կերպով չի կարգավորվում ընտրություններից դուրս ընկած ժամանակահատվածում մեծ ազդեցություն է թողնում, որովհետեւ կարծիքը ձևավորվում է առավել եւս հեռուստաընկերություններով, հեռարձակող լրատվամիջոցներով կարծիքը ձևավորվում է ոչ վերջին րոպեին։ Կարծիքը ձևավորվում է մի քանի ամիսների ընթացքում, մի քանի հարյուրավոր ժամերի ընթացքում եթերային եւ մարդիկ չեն կարող իսկապես միայն մեկ ամսվա 28 օրվա ընթացքում վերջնական որոշում կայացնել։ Ես չեմ ուզում խոսել հիմա նրա մասին, թե ինչպես է ընդհանրապես որոշումը կայացվում, թե ինչու քաղաքական գործիչները այդքան մեծ նշանակություն չեն տալիս նաև այդ բանավեճերին, որովհետև միգուցե այստեղ չի, այս հարթակում չի, որ ձևավորվում է ի վերջո վերջնական կարծիքը, բայց ենթադրելով, որ ի վերջո ինչ-որ կարծիք ձևավորվում է, ցավոք սրտի այն ամենը, ինչ կատարվում է մինչև քարոզարշավը, նա չի նպաստում նրան, որպեսզի մարդիկ հեռուստադիտողները լրատվությունը ստանան, տեղեկությունները ստանան քաղաքական ուժերի մասին, ճշգրիտ ինֆորմացիա ստանան։ Այդ իմաստով իհարկե այդ բացը կա օրենսդրության մեջ, ինչպես եւ կա մեծ բաց օրենքի մեխանիզմների մեջ, օրենքի գործելու մեխանիզմների մեջ։ Միգուցե պետք է դրա մասին էլ սկսել մտածել։
նորից շարունակել մտածել ավելի շուտ։ Մեր մոտ այդպես մի քիչ շատ դեպքերում անլուրջ լրագրողական միջավայրում վերաբերմունք կան օրենքների նկատմամբ, տարբեր հետազոտությունների նկատմամբ մամուլի մասին, բայց այս վերջին, ասենք 28 օրը ցույց տվեցին, որ այն, որ օրենքով կարգավորվում էր, ինչ որտեղ լուսաբանումը, այն ինչ որ կային դիտորդներ, որոնք վերլուծության էին ենթարկում լրատվամիջոցներին, դա հիմնականում դրականորեն ազդեց աշխատանքի վրա եւ բոլորը արձանագրում են, որ վերջին 4 շաբաթվա ընթացքում իրավիճակը շատ ավելի հավասարակշռված էր։ Ձեր կարծիքով որպես լրագրողի, որպես պրակտիկ լրագրողի, իրոք օրենքները եւ դիտարկումները կարեւոր են եւ արժի, որպեսզի նրանք աշխատեն նաեւ այն ժամանակ, երբ մեր մոտ ընտրություններ չկան, քաղաքական դաշտի մասին նյութերը, հաղորդագրությունները հավասարակշռելու առումով։ Շատ հետաքրքիր հարց է, ես կփորձեմ դրան պատասխանել եւ կհորդորեմ, որպեսզի մենք նայենք հեռուստաընկերության, ասենք շահերից ելնելով։ Այն որ նախընտրական պաշտոնական կառույցության շրջանում այդ ամեն ինչ կարգավորվում է օրենքով, մի անգամ են հասկանալի եւ ընդունելի եւ արդյունքը մենք տեսնում ենք, որը կարծում եմ պետք է գոհացուցիչ լինի։ Սակայն ինչ վերաբերում է նախընտրական այդ շրջանում օրենսդրական ճանապարհով օրենսդրորեն կարգավորելուն կառույցությունը, ապա այստեղ բավականին երկակի մի խնդիր է առաջանում եւ ասեմ ինչու։ Գաղտնիք չէ, որ մասնավորապես այս ընտրությունները եթե վերցնենք, կային 2, 3 կամ նույնիսկ 4 տեխնոց, ովքեր ընդհանրապես որևէ հնարավորություն չունեին ընտրվելու կամ որևէ լուրջ մրցակցություն ցուցաբերելու։ Հիմա եւ այդ մարդկանց ներկայությունը ես նորից եմ ասում, դիտարկենք դա հեռուստաընկերության կամ լրատվամիջոցի թերթի շահերի տեսանկյունից, հա, եւ նրանց մասին հրապարակումները, նրանց մասին սյուժեները հեռուստադիտողին հետաքրքիրել չեն։ Այսինքն, եթե այդ չանցողիկ տեխնացուների մասին, հա, բարբերաբար տրվում են ինչ-որ սյուժեներ, ինչ-որ ռեպորտաժներ, տեխնացուել չեն, այսինքն ուրիշ սկզբունքներ պիտի լինեն։ Քաղաքական ուժ կա հետևից, թե չէ։ Հա, եթե մենք օրենսդրորեն փորձենք ամրագրել, հա, որ ենթադրենք, թե պետք է լինեն այս 9 տեխնացուներ ու պետք է այսպես, այսինքն մենք մարզի մեջ կարող ենք ընկնել եւ ստացվի այնպես, որ ասենք մի 30 հոգի հայտնվեն, ի վերջո տակը մնա 5 հոգի, 25 հոգուն անիմաստ մենք։ Այսինքն կան խնդիրներ, որոնք պետք է դիտարկել, ասենք պրակտիկ կերպով պետք է դիտարկել, այլ ոչ թե այսպես։ Պրակտիկ կերպով կարելի է ուղղակի խոսել նրա մասին, որ կառույցարշավներից դուրս քաղաքական գովազդը ընդհանրապես արգելված։ Օրինակ, եւ դա էլի կբխի հեռուստաընկերությունների։ Այստեղ մի շատ կարևոր խնդիր կա, այն քաղաքական ուժը, որը իրենց ինչ-որ բան ներկայացնում է, որը որևէ գործունեություն ծավալում է, այսպես թե այնպես լուսաբանվում է։ Ուզենք մենք դա թե չուզենք։ Հա, ասենք ենթադրենք թե այսինչ հեռուստաընկերությամբ չի լուսաբանվի, այսինչ թերթում հաստատ կլուսաբանվի, այսինչ ռադիոյում լուսաբանվի եւ այլն։ Այսինքն օրենքով դա կարգավորել, կարծում եմ անիմաստ կլինի կամ այն արդյունքը չի թե ինչ կարելի է սպասել։ Ну պարզ է, որ օրենքը իրոք մանրամասնորեն ամեն ինչ կարգավորել չի կարող, բայց ասենք քաղաքակիրթ աշխարհում կան բազմաթիվ օրինակներ եւ իրենք լրատվամիջոցները փորձում են իրենց համար քաղաքականություն, սկզբունքներ, կանոններ մշակել կարգավորելու համար իրենց համագործակցությունը քաղաքական ուժերի հետ։ Ինչքանով դա աշխատում է Հայաստանում եւ հնարավոր է արդյոք որ աշխատի, Ռոնալդիկյան։ Գիտեք ինչ է, յուրաքանչյուր լրատվամիջոց ինչ-որ իր առանձնահատկություններից ելնելով փորձում էր անել, դա զգալի էր, բայց չգիտեմ ինչն էր խանգարում, որ ես կարող եմ ավելի խոսքը վերաբերում է ընդհանրապես լրատվադաշտին, բայց եթե վերցնենք ուրեմն տպագիր մամուլը, այստեղ ճամբարները շատ այսպես բաժանված էին, եւ սրանց արանքում շատ դժվար էր երբեմն նավարկել եւ փաստորեն այսպես ստացվեց, որ ասենք մենք թերթեր ունենք, որոնք բացարձակ երկու կողմից էլ ես կարող եմ անունները տալ, որովհետեւ միտեղ պետք է նաեւ անունները մենք շատ ենք խոսում այսպես առանց անունները տալու ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից թերթերը 4 թերթեր, որոնք բացարձակ սուտեր էին տարածում եւ ապակողնորոշում։ Մյուս կողմը նույնպես գոնե 2 թերթ կարելի ասել, որոնք Սերժ Սարգսյանի միայն ծառայում էին այսպես հակահարված տալու գործիքի էին վերածվել եւ այս ընթացքում 2 կամ 3 թերթ էլ փորձում էր ինչ-որ արանքում ուրեմն հավասարակշռություն պահել, որոնցից մեկն էլ մեր թերթներ փորձում եւ այս առումով ասեմ, որ ինչքան էլ աշխատեինք ուրեմն
բացահայտել ամբողջ մեր, այսինքն քաղաքականությունը առաջ տանել, թերթի քաղաքականություն ուզում եմ ասել, դա դժվարությունների էինք հանդիպում, մարդիկ ուզում էին, որ իրենց, ասենք, պաշտոնական հայտարարությունը կամ կեցվածքը ցույց տրվի, իրենց հրապարակային ելույթը ներկայացվի առանց խորքային որևէ ուրեմն օգնելու ընտրողներին եւ ըստ երևույթին իրենց նպատակը դա էլ չէր, որովհետեւ եթե հարցին մոտենանք այդ ձևով, այսինքն ընտրողի քվեներից է կախված ընտրությունների արդյունքը, այս սկզբունքը չէր ըստ երևույթին, այլապես յուրաքանչյուր ուրեմն թերթում գրվածին, յուրաքանչյուր հերոստաելույթին ամենամանրամասներին անգամ պետք էր որ նայեին, այս ամաստով գուցե շտաբների ղեկավարները հաջող չէին մի քանիսի գոնե ի բացառյալ ուրեմն գիտեք մեզ հետ միակ գործակցողը եղավ երկիր մեծ ավելի շուտ դաշնակցության տեխնացուի շտաբը, որը շատ լավ էր համագործակցում եւ յուրաքանչյուր մեր կողմից ուրեմն բանին ընթառաջում էին կամ արձագանքում էին գոնե եւ մեր նպատակը դա էր, որ մեր թերթի նպատակը, որպեսզի մենք կարողանանք հավասարաչափ ուրեմն ինչքան որ հնարավոր է բան տալ, բայց չստացվեց, ասում եմ, արձագանքն էլ պետք է լինի adekvat, բայց ընդհանուր մարդկանց կրկնում եմ ինձ ըստ երևույթին իրենց համար դա ընդհանուր իմիջային ուրեմն բանի վրա աշխատելներ, դրա պատճառներից մեկն էլ երևի այն է հենց որ բանավեճերին նրանք չէին սիրում մասնակցել, որովհետև խոսեցինք պատճառների մասին, բայց բանավեճը ինչ է տալիս, այնտեղ ջարդել եւ ջարդվել կա, շահը բան չի, անորոշ է կամ 50-50 է շատ լավագույն դեպքում, դրա համար իրենց համար կարևոր չէ թե ինչ ազդեցություն է թողնում այդ ամբողջը, այստեղ անտեսելն էր, ընտրողի իրավունքները անտեսելու ընդհանուր ինչ-որ վիճակ։ Դեռ 5 տարի առաջ ընտրությունների ժամանակ մենք սկսեցինք խոսել ինտերնետի դերի մասին եւ կարծես թե հույս ունենք, որ ինտերնետը իրոք կարող է չեզոք եւ անկաշկանդ ազատ աշխատել, ինտերնետային թերթերը կամ սայթերը։ Բայց այս ընտրությունների ժամանակ մենք նկատեցինք, որ ունենալով որպես շուկա սպառող ամբողջ աշխարհը եւ կարծես թե որևէ շահ չունենալով կողմնապահության համար, ինտերնետային սայթերի բավականին մեծ մասը այսօր էլ դարել էին քարոզչամիջոց, որը ինչ որտեղ մեզ համար անսպասելի էր։ Ինչ կասեք այդ երևույթին։ Ճիշտ ասած չեմ կարծում, որ դա անսպասելի է, եւ որովհետեւ ինտերնետը։ Բայց ինչն էր նպատակը։ Ինտերնետը սկսում է դեր խաղալ եւ բնականաբար դա պետք է օգտագործվի որոշակի եւ քաղաքական ուժերով եւ հասարակության ինչ որ հատվածները, որոնք հետաքրքրված են քաղաքականության այս կամ այն ճյուղի քարոզարշավում, պետք է ինտերնետը իհարկե օգտագործվի եւ դա որպես ազդեցության միջոց իհարկե օգտագործվի։ Իսկ մենք պիտի ակնկալենք, որ մոտակա տարիներին ինտերնետը եւս քաղաքականացվելու եւ կուսակցականացվելու։ Պետք է ակնկալենք դա, բայց միաժամանակ եւ մենք կարող ենք օրինակներ բերենք հատուկ ստեղծված սայթերի, որոնք ստեղծվում են հատուկ այս կամ այն քաղաքական ուժին սատարելու համար։ Դա խոսում է դրականորեն իհարկե ինտերնետի նշանակության աճելու մասին, բայց որպես երևույթ դա ուղղակի լրացնում է մեր բոլոր վատավանդությունները։ Միաժամանակ իհարկե պետք է նշել, որ կան մինչև այսօր մնացել են սայթեր, որոնք այնուամենայնիվ փորձում են ինտերնետում լինելով ազատ շուկայական հարաբերություններից, չունենալով որևէ շահ, որովհետև այսօր Հայաստանում հնարավոր չէ ինտերնետով ինչ որ գումար աշխատել, փորձում են անկողմնակալ ինֆորմացիա այնուամենայնիվ տարածել։ Դա դրական մի փոքր ինչ որ հույս ներշնչում է։ Չէ, դրական ավելացնեմ, որ բաների թվերի, այցելուների թվերի սկայական աճ տեղի ունեցավ։ Պարլամենտական ընտրություններից հետ համեմատ երևի թե մենք երբևիցե չենք հասել 7000-ի օրեկան այցելուի։ Մենք ունեցանք ուրեմն ամսի 19-ին, 20-ին, 18-ի 5000 էր եւ մինչեւ 7000 մեկ բան ունեցանք, որը մեր սովորական թվից շատ ավելի էր, 2500 է մեր սովորական։ Հայաստանի սայթերը մինչեւ 30000 հասել են, դա աննախադեպ այցելության քանակը։ Իհարկե կան այո մի բան on-line ծառայության դեպքում, ուրեմն քանի որ այստեղ մրցակցություն էր գնում, ասենք լուրը ստանալ եւ ամիջապես տեղադրել, այստեղ անստույկ լուրերի մի սկայական պաշար, թափոններ, որոնք լավ է երբեմն որ մաքրվում էին ամիջապես, բայց գնում էր։
Այս ընտրարշավը նաև առանձնանում էր նրանով, որ մի քանի շատ կարևոր թեմաների շուրջ հասարակության համար, երկրի համար բացվեցին նոր տեղեկատվական ռեսուրսներ, այդպես ասենք, Ղարաբաղի հարցի շուրջ, Մեղրիի հարցի շուրջ, մենք իմացանք որոշ բաներ, որ երևի չէինք իմանա, եթե ընտրությունները չլինեին։ Այստեղից ինչ է բխում, որ մեր քաղաքական գործիչները կիսվում են ժողովրդի հետ միայն այն ժամանակ, երբ ունեն որոշակի քաղաքական նպատակ եւ քաղաքական շահ, բայց չեն ուզում այդ կարևոր ինֆորմացիան տարածել հանգիստ ժամանակաշրջանում, երբ դա ամեն դեպքում կարևոր է, քանի որ եւ Ղարաբաղի հարցն է մեզ միշտ մտահոգում եւ ոչ միայն ընտրությունների ժամանակ։ Այդ ֆենոմենի մասին ինչ կասեք, Գևորգ։ Այստեղ երևի թե ամենակարևոր գործոնը դա իշխանությունների շարունակականության կամ իրար հետ կապված լինելու այսպես դրսևորման մեջ է երևում, որովհետև իսկապես էլ այս քարոզարշավի ընթացքում պարզվեց, որ նախկին իշխանությունները գործել են բազմաթիվ հանցանքներ, որոնց մասին մենք հիմա ենք իմանում, ներկա իշխանությունները եւս գործել են բազմաթիվ հանցանքներ, որոնց մասին մենք կրկին հիմա ենք իմանում։ Ըստ էության հանցանքը ընդ որում այնպիսի հանցանքներ, որոնք որ վաղեմիության ժամկետ չպետք է ճանաչեն։ Եվ մյուս կողմից էլ հանցանքի մասին իմանալ ծառայություններ ժողովրդի, չէ, որոնց մասին մենք չենք իմացել։ Իմանալ չհայտնել այդ հանցանքի մասին, դա եւս գրորեն պատժելի արարք է, հա։ Եվ ստացվում է այնպես, որ այդ հանցանքների մասին կարելի լռել այնքան ժամանակ, քանի դեռ մրցակիցը քեզ չի անհանգստացնում։ Իսկ եթե անհանգստացնում, ապա կարելի է այդ հանցանքները, այդ կոմպրոմատները դրցակ արդեն հրապարակել։ Իհարկե դա շատ վատ երևույթ է, քանի որ դա այսպես առողջ քաղաքական պայքարի բնականաբար չի կարող հանգեցնել, հա։ Եվ դա ավելի շուտ բերում է ստվերային գործընթացները, որովհետև շատ ավելի հեշտ է հավաքել կոմպրոմատներ պահել դարակի մեջ, քան թե մտնել այդ նույն հեռուստաբանավեճերի մեջ կամ առողջ մրցակցության մեջ մտնել քաղաքական։ Իրական դա այլանդակ երևույթ է, ես այսպես կարող եմ բնորոշել, ինչին ականատես եղանք, ընդ որում այլանդակ էր նաև այնքանով, որ կոնկրետ այս քարոզարշավի հետ կապված եղան մի քանի սկանդալային բացահայտումներ, որոնք մենք ի վերջո չհասկացանք էլ դրանք իսկապես բացահայտումներ էին, թե դրանք ընդհանուր կեղծ լուրեր էին, որոնք շրջանառության մեջ դրվեցին եւ միգուցե այսպես ռումբի պայթյունի էֆեկտ ունեցան, սակայն արդյոք դրանք իրենց մեջ իրական հիմք ունեին, թե ոչ։ Մինչև հիմա կարծում եմ հասարակության լայն զանգվածները այդպես էլ չեն կարողանում հասկանալ։ Եվ հույսեր չկա, որ ընտրություններից հետո այդ թեման մարդիկ, ովքեր որ միգուցե կան այդ դրա մեջ ինչ որ առումով շփվում են, միգուցե գիտեն դրանց պատասխանները, սակայն հասարակության լայն զանգվածները ներողություն չեն հավատում։ Ընդ որում այդ կարգի լուրերից հետո այնպիսի խոսակցություններ են սկսում տարածվել քաղաքում, որ զարմանում էր, հա, դրանց բովանդակության մասին, որովհետև երբ չկա հավատ թե մեկ կողմի, թե մյուս կողմի, ասենք իրար մեղադրումով սկանդալներ են հայտնում, ապա մարդիկ սկսում են չհավատալ, թե այս կողմից, թե այն կողմից ինչ որ բոլոր ասածները։ Ես ուզում եմ լրացնել, որ սա ոչ միայն քաղաքական գործիչների մեղքն է, սա ի վերջո լրատվամիջոցների մեղքն է, որովհետև լրատվամիջոցներն են այն մոդերատորները, այն մեդիատորները, որոնք հասարակության եւ քաղաքական գործիչների մեջ իդեալական պայմաններում պետք է ինչ-որ դեր խաղան։ Եվ այսօր մենք խոսում էինք օրվա ընթացքում լրագրության ընդհանրապես պրինցիպների մասին, լրագրությունը սկսվում է այնտեղ, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան թաքցնում է։ Այդ իմաստով լրագրողները, ես կարծում եմ, ի վերջո չեն կատարում իրենց ֆունկցիան հանրության առջև եւ դրա համար մարդիկ չեն ստանում այն ինֆորմացիան, որ պետք է ստանան։ Մի փոքր առարկություն, այսպես ընդհանուր առմամբ համաձայն եմ, սակայն եթե վերցնենք երկու կոնկրետ դրվագ, հա, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Մեդվեդևին, որ այդպես էլ չհասկացանք հանդիպել է թե ոչ, եւ Մեղրի նույն խնդիրը, հա, իրական Ռոբերտ Քոչարյանն իր առաջ քաշել թե ոչ։ Այդտեղ լրագրողը որտեղից կարող էր այդ տեղեկատվությունը ունենալ։ Այսինքն սրանք զուտ պետական, ինչ-որ պաշտոնական, ինչ-որ բաներ են, որոնց մասին սովորական լրագրողը չէր կարող տեղեկացված լինել։ Խոսում ենք, որ ի վերջո գոյություն ունի հետաքննական լրագրություն, որը էլի ունի որոշակի օրենքներ եւ դա հնարավոր է։ Հիմա մենք կոնկրետ դեպքերի մասին ես իհարկե չեմ խոսում, բայց ընդհանուր առմամբ։ Եվ ստացվում է, որ նույնիսկ մեր նորագույն պատմության մասին մեր հասարակությունը շատ բաներ չի իմանա, եթե կոմպրոմատներ հանելու անհրաժեշտություն կամ ցանկություն չառաջանա։ Հուսանք, որ այս ընտրություններից հետո համենայն դեպս մեր լրատվական դաշտը կբացվի եւ մենք կհանդիպենք եթերում այս հաղորդման շրջանակներում նորից, բայց խոսենք ավելի խաղաղ թեմաների մասին։ Հաջողություն։